Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Վանաձայնի բարեկամ կառույցում, Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում, հուշատուն թանգարանում, եւ այսօր իմ զրուցակիցն է թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը։ Մենք տարվա ընթացքում պարբերաբար առիթ ունեցել ենք հանդիպելու, զրուցելու, ներկայացնելու թանգարանի գործունեությունը եւ այսօր մեկնարկելով նոր տարին 2026 թվականը պետք է նաեւ ամփոփենք ինչ ունեցանք անցնող տարվա ընթացքում, քանի որ իսկապես հագեցած տարի էր, գիտեմ, որ շատ ունեցաք տարատեսակ միջոցառումներ, բայց փորձենք կարճ, հակիրճ ներկայացնել անցած տարին։ Փորձեմ հակիրճ ներկայացնել, բարև ձեզ, հարգելի ռադիո լսողներ, հարգելի Վահագ, սիրով ընդունեցինք մեր թանգարան այսօր քեզ, որովհետև մեր իրոք բարեկամն ես, ինչպես արդեն դու նշեցիր, մեր սպասված եւ սիրված բարեկամներից մեկն ես, անցնող տարվա ընթացքում այո, տարատեսակ միջոցառումներ ունեցանք, ես կուզենայի այսօր առանձնացնել մի քիչ դասակարգելով այդ միջոցառումները եւ առանձնացնել այս ձևով թանգարանի բակը, թանգարանի սրահները, ինչ նպատակով ծառայեցին մեր հանրության մշակութային պահանջների բավարարմանը։ Օրինակ մեր թանգարանի բակը ինքը եւ թանգարանի շենքը լինելով հուշարձան շենք, շատ գրավիչ է եւ հաջախակի այստեղ մեր թանգարանի բակում կազմակերպվում են միջոցառումներ, ունեցանք ջազի փառատոն, որի մի հատվածը մեր թանգարանում անցկացվեց շատ հետաքրքիր ձևաչափով, ունեցանք բավականին մեծ լսարան, հանդիսատես, շատ մեծ հետաքրքրությամբ լսեցին եւ հիացան ջազ երաժշտությամբ Երևանի ժամանել էին հյուրեր, հայ կատարողներ էին ու շատ բարձրաճաշակ համերգ տեղի ունեցավ։ Հարտակ եւ մեր թանգարանի բակը նաեւ երիտասարդական մի տարբեր հանդիպումների համար երիտասարդների միջազգային օր այստեղ էլի մեր բակում անցկացվեց այդպիսի մի միջոցառում։ Երգչախմբեր են հաջախակի գալիս Հոլանդիայից ունեցանք երգչախումբ մեր թանգարանում եկան երկի թանգարանի բակում էլի եկան երգելու այսպիսով թանգարանի բակն արդեն իսկ դրսի տրնից արդեն իսկ մշակութային է մեր թանգարանը եւ թանգարանի արդեն սրահներին անդրադառնամ թանգարանը ծառայում է հարտակ որպես եւ երիտասարդների ստեղծագործությունների հանրայնացման, հանրահրճակման հարտակ է հանդիսանում օրինակ մենք ունեցանք ուսանողներ Գյումրի Շիրայի պետական համալսարանի ուսանողները այստեղ իրենց արվեստի գործերը ներկայացրեցին շիրազյան կոլաժներ ուրեմն խորագրով Շիրազի բանաստեղծությունները վերածել էին կոլաժներ ու այստեղ ցուցադրություն կազմակերպեցինք դա էլ էր ուրեմն շատ հետաքրքիր միջոցառում նրանց նախաձեռնությամբ էր եւ մենք էլ սիրով տրամադրեցինք այդ հարտակը հետո մեր սրահները ինչպես նշեցի նաեւ տարբեր միջոցառումների համար հարտակ է, ուրեմն մենք ունենք նաև մեր սրահներում ոչ միայն Շիրազի, այլ նաև նրա որդիների, նրա զավակների ստեղծագործություններն են ցուցադրվում, ոչ միայն ֆոնդում ունենք, այլ նաև ցուցադրվող։ Մասնավորապես այս սրահը ամբողջությամբ Արա Շիրազի աշխատանքներն են ցուցադրվում, մյուս սրահներում էլ մյուս զավակների, մյուս որդիների, օրինակ Վանան Շիրազի, Սիպան Շիրազի, Մասիս Շիրազի քանդակները, գեղանկարչական աշխատանքները, Սիպան ասացի Սիպան Շիրազի, այո, Սիպան, Մասիս, Վանանդ, այո, նրանց աշխատանքները եւս Շիրազ ընտանիքի փաստորեն դուրս է գալիս, որ այո, ամբողջ Շիրազ ընտանիքի, այո, նրանց ստեղծագործությունները հանրահրճակելու նաև հարտակ է հանդիսանում մեր թանգարանը, իսկ միջոցառումների շարունակականությունը ապահովում է նաև մեր եւ նշեցի միջազգային երիտասարդների միջազգային օրը նշեցի, չէ, բայց նաև անդրադառնում ենք այլ միջազգային տոների հետ կապված միջոցառումների, օրինակ շախմատի միջազգային օրը մենք այստեղ նշեցինք կազմակերպելով մանկական ուրեմն շախմատի մրցություն, մասնակցեցին մանուկները եւ հնչեց նաև Շիրազի Տիգրան Պետրոսյանին նվիրված բանաստեղծություններից մեկը այնպես մենք այդ կապը գտնում եւ ապահովում ենք այո գրել էր այդ բանաստեղծությունը շատ հետաքրքիր է որ օգտագործում մենք գտնում ենք այդ կապը այո ուրեմն միջազգային էլի միջոցառումներից են ասեմ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ ընդգրկված էր նաև Սասնածռեր էպոսը եւ մենք նաև անդրադարձանք այդ պահով Սասնածռերի ուրեմն էպոսին անդրադառնալով նրա հերոսների ժողովրդական կերպարներին
Եվրոպական ժառանգության օրեր տեղի ունեցան նաև մեր թանգարանում ճարտարապետական ժառանգության խորագիրներ գրում այս անգամ եւ մենք անդրադարձանք նաև այդ կտրվածքով այդ տեսանկյունից մեր Շիրակի ճարտարապետությանն անդրադարձավ մեր հրավիրյալ դասախոսը ազգային տոներին սադիգն ենք նշել, վարդավառն ենք նշել Հետո նաև մենք ստացել ենք ցուցանմուշներ, սա էլ ասեմ, որ էլի շատ կարևոր է թանգարանային գործունեության համար, այո, մեր շատ սիրելի Օֆելիա Պետրոսյանը Երևանի Տաթև դպրոցի տնօրենն է եւ ինքը Գյումրիից արմատներով իր հայր պաբը ունեին Շիրազից պահպանված ձեռագրեր եւ նա սիրով բերեց եւ մեզ ի պահ տվեց այդ ձեռագրերը, որոնցից մեկը դրել ենք ցուցադրության, մյուսը ֆոնդում է պահվում, այո Նաև մենք այստեղ իրականացնում ենք այդպիսի աշխատանքներ, որ մեզ վստահեն նաև Շիրազի եւ արդից օգտվելով կոչ եմ անում, ովքեր ունեն Շիրազի հետ կապված ինչ որ մասունքներ, նմուշներ, ձեռագրեր, բերեն եւ ապահով ձեռքերում կլինի այդ ամենը։ Պարզ է, մենք պետք է շարունակենք մեր զրույցը, սակայն մինչ այդ կարճատև դադար պետք է ունենանք։ Պետք է լսենք Շիրազի բառերով գրված մի գեղեցիկ ստեղծագործություն, որից հետո շարունակենք զրույցը բարեկամներ հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում, իմ զրուցակիցն է թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը, այս պահին կարճատև դադար է մեր եթերում, որից հետո շարունակելու ենք զրույցը, խնդրեմ։ Ժողովուրդ ջան, սինք մտնիկ մի ադամ շնորհավոր ենք։ Համել գայդի խելքը կախուն համել կաշեք, չէ։ Մալագեց այսօր կազմակերպողները։ Ծոբանունը իշխել ուրմշ ծրել են, Գյումրին սես։ Համերկը պետք է սկսեն Գյումրի լեննական երկով։ Տնորն ես մտան դուր դիս գիտես։ Ցիդը խաբար է։ Տաղեք, բայց հանակը մեկը, բայց այդ երկը մեկը կար, ծոմպես կը երկը որ իշխոր մորուց բնական է։ Այդ ով է։ Իմ մարդն է, ով որ առաջի անգամ ինքն է երկե այդ երկը։ Հա, ժողովրդական արտիստ է։ Ես վերջերս ժողովուրդ ջան, Գյումրեցի վարպետի կոչում տվի։ Սոհմերը Ռուբիգն է, Հա, Ռուբեն Մաթևոսյան։ Հայաստանի աղնես Գյումրի դու խոսքաշեն սրամիտ ճշմարտության մանես Գյումրի դու իմաստուն միամիտ աղջիկները
այշեմ մուրճեր դեն հնչում Արագացըտ արքայական ոսկե թագն է քողի Հոմի քարն է լենինական Աշխարի հետ չեմ փոխի Դու իմ Գյումրին լենինական դու իմ նոր Արագացին բազմած արծիվ պարավոր Դու իմ Գյումրին լենինական դու իմ նոր Արագացին բազմած արծիվ պարավոր Դու իմ անուշ ծննդավայր Շիրազամայր իմ Գյումրի Դու մի բուր ես բայց մի աշխար Դու մի արծիվ իմ Գյումրի Շիրազն ասաց գիշերուտին Քեզ եմ երգում իմ շիրակ Արագացին բազմած արծիվ Հավերժ կապրես իմ քաղաք Դու իմ Գյումրին լենինական դու իմ նոր Արագացին բազմած արծիվ պարավոր Դու իմ Գյումրին լենինական դու իմ նոր Արագացին բազմած արծիվ պարավոր Բարեկամներ, շարունակվում է Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարը։ Այսօր մենք գտնվում ենք Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում, ամփոփում ենք 2025 թվականը։ Իմ զրուցակիցն է հուշատուն թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը։ Խոսեցինք ծրագրերի մասին, որոնք որ իրականացվել են, այն բոլոր ձեռնարկները, որոնք որ անցնող տարվա ընթացքում իրագործվել են թանգարանում, բնականաբար նաև այս տարվա, արդեն նոր տարվա ընթացքում կան նախանշված հետաքրքիր սպասելի ծրագրեր։ Այո, ես նախորդ անգամ ասացի, որ մեր ծրագրերի մեջ մտնում է նաև Շիրազի երկերը տպագրել, քանի որ պահպանվում է թանգարանում նոտաներով այդ նրա բանաստեղծությունները, եւ մեր ծրագրերի մեջ մտնում է առաջիկա, հենց 26 թիվ թեվակողեցինք, առաջինը դրանով ենք զբաղվելու, որ հրադարվեն նաև դրանք։ Հետո ունենք ծրագրեր նաև կապված ընդհանուր թանգարանի ցուցադրության հետ, որը փոփոխության կարիք ունի, ինքը բավականին արդեն հնացած է, 2003 թվականին է թանգարանը բացվել, ու ինձ թվում է, որ եւ ինքը ֆիզիկապես է մաշված եւ ընդհանուր ցուցադրությունը մի քիչ թեմատիկ առումով վերափոխվելու կարիք ունի, նաեւ մեր ծրագրերի մեջ դա է մտնում, տեսնենք ինչքանով կհաջողվի, որքանով կհաջողվի, կամ հովանավորներ կդնենք, կամ թեկուզ մեր քաղաքապետարանի աջակցությամբ կարողանանք նաև թակյանքի կոչել, համոզված եմ, որ մենք նոր այցելուներ կունենանք, նոր երևի թե թափ առնի մեր այցելուները դեպի թանգարան, նրանց այցելությունները դեպի թանգարան։
Էլեկան ծրագրեր, բայց իսկապես ծրագրեր վստահաբար շատ կլինեն, նաև ընդհանրապես նոր ծրագրեր կլինեն Հովհաննես Շիրազի հիշատակի օր, ծննդյան օր։ Միանշանակ մենք չենք այնքան շատ բան կարելի է անել, այնքան շատ բան կապել ամեն Շիրազի այնքան բազմախորհուրդ են, բազմաժանր են նրա ստեղծագործությունները, որ թե հայրենասիրական բովով անցած, թե Մայրությանը նվիրված, այդ ամենի հետ կարելի է անցել տարբեր թեմաներով միջոցառումներ եւ անգամ շախմատի օրվա հետ կապված շախմատի հետ կապված մնացածը արդեն ավելի ու նաեւ մտադրություն կա մի քիչ ավելի գիտական բաղադրիչ խորացնել, որովհետեւ մեր բոլոր միջոցառումները անցնում են զեկուցումներով, ես հատկապես շատ եմ ուշադրություն դարձնում, որ զեկուցումները լինեն որակյալ գիտությունների տեխնոլոգիաներ են հիմնականում մեր հրավիրյալ զեկուցողները, որ կարողանան մեր հանրությանը նաև գիտելիք հաղորդել, թանգարանը նաև հանրությանը գիտելիք հաղորդելու միջոց է եւ մշակութային պահանջները բավարարելու միջոց է եւ նաեւ գիտելիք հաղորդելու միջոց է, դրա համար ես աշխատում եմ, որ անպայման մեր հյուրերը լինեն, մեր դասախոսները, բանախոսները լինեն գիտության ոլորտից եւ պատշաճ գիտելիք հաղորդեն մեր այցելուներին, հանդիսատեսին, նաև շեշտեմ աշակերտների հետ կապը, սա եւս շատ ակտուալ է, կենսունակ է մեր թանգարանում, աշխատում ենք անպայման դպրոցների հետ, աշակերտների հետ այդ կապը էլի կենսունակ պահել, որովհետեւ տարբեր նախագծային ծրագրերով իդեպ ասեմ, մեր պետության աջակցությունը աբոնեմենտային, բաժանորդային այդ համակարգի մեջ ընդգրկելով դպրոցներին, սա շատ կարևոր քայլ էր, որ կապը պահպանվի թանգարանի հետ դպրոցների եւ շնորհիվ այդ ծրագրի բավական մեծ թվով աշակերտներ ենք մենք ունենում ու հաջորդը արդեն նախագծային աշխատանքներ, որ մտել է դպրոց եւ այդ նախագծային աշխատանքի շրջանակում նորից մենք մեծ թվով աշակերտներ ենք ունենում, որ տարբեր միջոցառումներով, տարբեր թեմաները հիմնականում գրական թեմաներով, բայց էլի Շիրազի հետ էլ առընճելով գալիս են այստեղ ու իրականացնում են իրենց նախագծային աշխատանքները, որը շատ ուրախալի է, որ թանգարանը նաև այդ առումով է բավարարում պահանջները մեր հանրության։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Շիրազը այս տանը չի ապրել, բնականաբար տունը չէ, իր ապրած տունը չէ, այլ հուշատուն թանգարանը, սակայն այստեղ Շիրազյան շունչը առաջին իսկ վայրկյանից նկատելի է, զգալի է։ Ամեն ինչ այնպես է դասավորված, կահավորված, որ Շիրազի տեսակը այստեղ արագ է զգացվում, զգում ենք շատ արագ Շիրազյան շունչը, Շիրազյան ոգին այստեղ կա։ Եվ բնականաբար այցելուներն էլ դա զգում են, այցելուներն էլ իրենց հետ այստեղից ստանում են Շիրազից մի մասնիկ։ Անպայման իրենց հոգում միշտ աշակերտներ էլ որ գալիս են այստեղ աշակերտներ ուսանողներ տարբեր միջոցառումների, բայց այնուամենայնիվ, քանի որ իրենք թանգարանում են, ես միշտ ասում եմ, համոզված եմ, որ դուք գնացիք, անպայման ձեր հետ կտանեք Շիրազից ինչ-որ մի մասնիկ եւ դա խտան կհանդիսանա հետագայում նորից այցելելու կամ թեկուզ իրենց հետ ինչ-որ հյուրեր բերելու, նոր այցելուներ ներգրավելու համար մեր թանգարանը։ Եվ մեր զրույցի ավարտին, քանի որ տարին նոր է սկսվել, մենք հնարավորություն ունենք նաև մեր ունկնդիրներին, ակնդիրներին վանաձայնի եթերում շնորհավորելու։ Շնորհավորում եմ գալիք նոր տարին 2026 թվականը եւ կուզենայի Շիրազի այս խոսքերով ավարտել մեր հարցազրույցը գալիք տարում միշտ Շիրազը ասում է թող նոր տարում մարդիկ բացեն իրենց սրտերը եւ մտնեն ամենախորքերն իրենց սրտերի եւ այնտեղից գտնեն անդունդը ընկած խիղճը ու դուրս հանեն այնպես որ ես կցանկանայի որ այո բոլոր մարդիկ կարողանան գտնել այդ իրենց հոգու խորքում պահած խիղճը եւ իրենց խիղճով առաջնորդվեն ցանկացած գործանելու անելիս ցանկացած քայլ կատարելիս շնորհավոր գալիք նոր տարի եւ թող ինչպես բոլոր տոնածառները կլուսազարդվեն այս տարի բոլորի տանիքների տակ այդպես էլ թող բոլորի հույսերը լուսազարդվեն ու իրականացվեն գալիք տարվա հետ կապված Շնորհակալություն, մենք էլ վանաձայնի եթերում կշարունակենք պարբերաբար անդրադառնալ Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանի գործունեությանը, ստեղծագործ տարի ենք ցանկանում ձեզ։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում էինք Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում, վանաձայնի բարեկամ կառույցում, անդրադարձանք անցնող տարվա ընթացքում թանգարանի իրականացրած ծրագրերին, բնականաբար նաև նախանշեցինք այն ծրագրերը, որոնք պետք է տեղի ունենան 2026-ին։
Իսկ մենք վանաձայնի եթերում հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի, նշեցնեմ, որ ամեն շաբաթ մենք անդրադառնում ենք ինչպես երևանյան, այնպես էլ հայաստանյան տարբեր իրադարձությունների մշակութային կառույցների, այնպես որ ավանդույթը պահելու ենք նաև 2026 թվականի ընթացքում։ Մինչ հանդիպում։ Ամբեց կորավլուս ընկա արտեր մտեկում Ամբեց կորավլուս ընկա արտեր մտեկում Արտով կանցնիմ ճամփան կերթամ յարիս Արտով կանցնիմ ճամփան կերտամ յարիս Սերս գախնի թող մանա սերս յարիս վես Սերս գախնի թող մանա սերս յարիս վես Մենակ յարս կիմանա թե ուր գերտամ ես Մեկ էլ սովաղն իմանա մորս աչքի պես Մեկ էլ սովաղն իմանա մորս աչքի Jumping